Թուրքիայում ընթացող Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը կրկին խոսել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության մասին։ Սակայն թուրքական Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում Հաջիևը նորից է հայտարարել, որ խաղաղությունը հնարավոր չէ, քանի դեռ նրա խոսքով Զանգեզուրի միջանցքը չի բացվել, Հայաստանի սահմանադրությունը չի փոխվել։ Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը տաղավարում է, փորձենք հասկանալ ինչ է նշանակում Հաջիևի այս հայտարարությունը։ Ողջույն Արման։ Ողջույն Ծովինար։ Փաստացի Բաքուն շարունակում է նախապայմաններով, ավելի ճիշտ սպառնալիքներով խոսել Հայաստանի հետ։ Սա նշանակում է, որ բանակցային գործընթացը փակուղի է մտել, թե պարզապես Ադրբեջանը առիթը բաց չի թողնում այսպես կոչված խաղաղության գինը բարձրացնելու համար։ Ծովինար Հաջիևի խոսքից երևում է, որ Բաքուն չի հրաժարվում հին մարտավարությունից։ Մի կողմից խոսում է իբրև հաստատված խաղաղությունից, մյուս կողմից նոր պահանջներ է դնում Հայաստանի առաջ։ Նույնիսկ այն պահին, երբ թվում է կարելի է խոսել ավելի հանգիստ ու գործնական, ադրբեջանական կողմը նորից թեման տանում է դեպի նախապայմաններ։ Սա ըստ էության նշանակում է, որ Ադրբեջանի հռետորաբանության մեջ լուրջ փոփոխություն չկա։ Այո, կարելի է ասել, որ ինչ-որ շփումներ կան, առաջիկայում չի բացառվում լիարժեք առևտուրը, ինչպես ասում են Հայաստանի իշխանությունները, ադրբեջանական նավթամթերքի հերթական խմբաքանակն էլ Հայաստանը ստացել ընդամենը 4 օր առաջ, այսինքն հայ-ադրբեջանական հարաբերություններում այո, փոքր տեղաշարժեր կան, բայց քաղաքական լեզուն ըստ էության մնում է նույնը։ Եվ հենց այստեղ է խնդիրը, արտաքինից թվում է խաղաղության գործընթաց կա, բայց ճնշման նույն գիծն է առաջ տանում Բաքուն, փորձելով միաժամանակ երկու բան անել՝ ցույց տալ, թե կարգավորման կողմնակիցն է, բայց նաև պահել Հայաստանի վրա ազդեցության լծակները։ Հաջիևի այս հայտարարությունը հենց այդ մասին էր։ Արման, այս շաբաթ մի ուշագրավ իրադարձություն էլ տեղի ունեցավ։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունները համատեղ հայտարարություն տարածեցին 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ազալ ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորման մասին։ Արդյոք սա նշանակում է վերջին շրջանում Ռուսաստան-Ադրբեջան բավականին լարված հարաբերությունների մեղմացում։ Ծովինար, կարող ենք ասել, որ Բաքուն հասավ իր նպատակին, Ռուսաստանը պաշտոնապես ընդունել է իր սխալը, որ իր օդային տարածքում հոբ համակարգի ոչ միտումնավոր գործողության հետևանքով է կործանվել ադրբեջանական ավիաուղիներին Ազալին պատկանող ինքնաթիռը։ Մոսկվան ու Բաքուն փաստորեն պայմանավորվել են ողբերգության ամենազգայուն հարցերի շուրջ, պատասխանատվության ձևակերպման, փոխհատուցումների եւ ընդհանուր քաղաքական եզրակացության մասին։ Ընդ որում, արդեն հրապարակայնորեն ասում է, որ այս համաձայնության հիմքը դրվել էր դեռ անցած տարվա հոկտեմբերի 9-ին, երբ Դուշանբեում հանդիպել էին Պուտինն ու Ալիևը։ Հիմա այդ պայմանավորվածությունը փաստորեն քաղաքականապես ձևակերպվել է։ Արման, այս ամենը կարող է կապված լինել հայ-ռուսական վերջին շրջանում լարված հարաբերություններով, թե Մոսկվան պարզապես այս կերպ փորձում է պահել իր ազդեցության լծակները։ Քիչ հավանական եմ համարում, որովհետև ինչպես նշեցի, այս պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախորդ տարի Դուշանբեում, բայց նաև չեմ բացառում, որ Ռուսաստանը քայլեր ձեռնարկի Ադրբեջանի հետ հարաբերությունները բարեդրացիական պահելու համար։ Արման, արդյոք դրա հետ են կապված Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վերջին հայտարարությունները։ Կարծես նա է ռուս-ադրբեջանական հարաբերություններում, այսպես ասենք, ձնհալի պատասխանատուն։ Այո, Ծովինար, նա կարծես ամեն անգամ հայտնվում է այն պահերին, երբ Մոսկվայի ու Բաքվի միջև պետք է ոչ շատ աղմկոտ, բայց շատ գործնական մի փուլ առաջ տանել։ Երեկ էլ նա օկուպացված Արցախի Կովսական քաղաքում էր։ Ճիշտ է, Օվերչուկը հայտարարություններից պարզ է դառնում կնեք Օվերչուկի հայտարարություններից, որ նա հիմնական շեշտը դրել է տնտեսական հարաբերությունների վրա, առևտուր, համագործակցություն, կապերի վերականգնում, բայց իհարկե ամենակննարկվող մասը թերևս նրա այն խոսքն էր, որ Ռուսաստանում աճում է ադրբեջաներենի ուսումնասիրման պահանջարկը։ Դա Ադրբեջանում բավականին ջերմ է ընդունվել, որովհետև այստեղ նրա հայտարարությունը ընկալվել է ոչ միայն որպես լեզվական ու կրթական ծրագիր, այլ որպես Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխության նշան։ Իսկ ինչ առիթով էր ռուս պաշտոնյան օկուպացված Արցախ գնացել։ Կովսականում Ալեքսեյ Օվերչուկը մասնակցում էր Ադրբեջան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստին, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի հետ։ Շնորհակալություն Արման, սիրելի հայրենակիցներ, տարածաշրջանային զարգացումների շուրջ զրուցում էի Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։